կան բալեստիկ հրթիռների տեսակներ, որոնց չեն կարողանում դիմակայել անգամ իսրայելական հայտնի հակաօդային ծախսեր։ Այո, դա նաև պայմանավորված է նրանով, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, որոնք համատեղ են գործում որպեսզի պաշտպանեն Իսրայելի օդը, տարբեր համակարգեր են այնտեղ, CHA-ից սկսած մինչև Խեցի-3։ Իրենք օգտագործում են այն ենթակառուցվածքը հակաօդային, որը գտնվում էր Պարսից ծոց արաբական երկրների տարածքում, որը մի մասը արդեն շարքից Իրանը դուրս է հանել։ Հետևաբար այս հերավոր ձեռքը իրանք հիմա չունեն, որպեսզի ավելի շուտ պատրաստվեն այս հարվածներին։ Սա մեկ։ Երկրորդ, այո, Իրանը հիմա կիրառում է այն հրթիռները, որ մենք չենք տեսել հունիս 25 թվականի պատերազմի ընթացքում։ Եվ մենք տեսնում ենք, այսպես պատկեր մենք չենք տեսել, ինչպես օրինակ իրանական հրթիռը անցնում է իսրայելական հակահրթիռը, հարվածելով ու թիրախավորելով օրինակ ինչ որ ենթակառուցվածքը։ Ոչ թե ինչ որ շրջանցեց իրեն, այլ հարվածելով հասավ իր կետին։ Այդպիսի հրթիռներ մենք դենք չէր տեսել Իրանից։ Այսինքն սա կարելի է պատերազմի անակնկալ համարել ինչ որ։ Այո, դե մենք տեսնում ենք, որ Իսրայելը պատրաստ չէր։ Մենք տեսնում ենք, որ որոշ ենթակառուցվածքը Իսրայելում պաշտպանված չէր։ Սա մեկ։ Ավելի կարևոր փոփոխություն տեղ ունեցավ։ Դա Իրանի եւ Հեզբոլլահի միջև սինխրոնիզացիան։ Մինչև այդ իրանք առանձին են գործում։ Հիմա մենք տեսնում ենք արդեն քայլերը կոորդինացված են։ Սա Իսրայելի համար ամենամեծ մարտահրավերներից մեկ կարող է լինել։ Վերադառնալով մեր հաղորդման սկզբին ամերիկյան տրամադրությանը, որ Ամերիկան այնուամենայնիվ ուզում է կանգնեցնել պատերազմը, դրա պատճառներից մեկը այն է, որ նրանք հաշվարկել են Իրանի դիմադրողականությունը։ Իրանը կարող է դիմադրել այնքան, ինչքան պահանջվի։ Հիմա ոչ մեկ չգիտի։ Ներողություն, այն սկզբի հայտարարությունները, որ մենք ամեն ինչ համարյա ոչնչացրել ենք, ոչինչ չունեն Իրանում մեզ հակադարձելու, դրանք էլ սուտ դուրս եկան։ Այո, որովհետև ել եմ ասում, Միացյալ Նահանգների կորուստները հիմա ավելի շատ են։ Նմանատիպ հայտարարություններ կային Իսրայելից Հեզբոլլահի հանդեպ, որ բոլոր ենթակառուցվածքը Հեզբոլլահի ոչնչացված է, Հեզբոլլահն տարապես խնդիր չի, մենք տեսնում ենք Իսրայելի հյուսիսը տարապում է Հեզբոլլահի կողմից հարվածներ։ Սովորական բնակչություն նկատի ունեմ, նույնիսկ Լիբանանի բանակի մաս, Հեզբոլլահի կողմից ոչ Լիբանանի, հա։ Եվ դա խնդիր է։ Եվ ժողովուրդը հարցը, ապա դուք մեզ 1 տարի համոզում եք, որ Հեզբոլլահն սպառնալիք չի, բայց այդ ինչ-որ խնդիրներ ունենք։ Նույնը Իրանի դեպքում։ Հիմա Միացյալ Նահանգներում համոզվեցան, որ այդ ինչ որ Իսրայելը փորձում էր վաճառել, որ սենց շատ հզոր հարված առաջի 2 օրվա շաբաթների ընթացքում կբեր նրան, որ Իրանը կփլուզվի, փաստացի չաշխատել։ Հարգեցեք, մի կարևոր հանգամանք է։ Այս պատերազմը ամերիկյան եւ իսրայելական ներքաղաքական իրավիճակի դիտանկյունից Միացյալ Նահանգներին պետք է ավարտել, որպեսզի այնտեղ Միացյալ Նահանգների ներսում չառաջանա ներքաղաքական ֆորս մաժոր։ Իսկ Իսրայելի ներսում Կա, ասեմ, տրամադրվածություն կամ գնահատականներ ավելի շատ, որ Նեթանյահուն ձգտում է պահել պատերազմի ռիթմը։ Իսրայելում որևէ խնդիր չունեն պատերազմի ռիթմը պահելու։ Եթե մենք համատում ենք Միացյալ Նահանգների հետ։ Որովհետև դա համազոր է նրա Նեթանյահուի քաղաքական ճակատագրը։ Այո, այդ Իրանի շուրջ Իսրայելի հասարակության կա կոնսենսուս։ Նույնիսկ նրանց կողմից կա աջակցություն, ով ընդդիմադիր է։ Նկատում եմ եւ չընդունում ընդհանրապես Նետանյահուի քաղաքականությունը դա ներքին կամ արտաքին։ Իրենք աջակցում են հակաիրանական այս պատերազմում։ Բայց խնդիրը նա է, որ այս աջակցության մակարդակը նվազում է։ Այդ մոտավորապես 2 շաբաթ առաջ ավելի քան 70% իսրայելի քաղաքացիները աջակցում են պատերազմին, հիմա իջել է դեպի 65%։ Բայց դա դեռ մեծամասնություն է։ Մեծամասնություն է, այսինքն Իսրայելի պատերազմը շարունակելու հարվածն։ Շատ բարի։ Հորմուզի վերաբերյալ Իրանը այսօր օրենք է ընդունել, օրինականացնում է Հորմուզով անցնելու վարձը։ Միաժամանակ այն երկրներին է թույլ տալիս, որոնք թշնամի չեն համարվում։ Ինչքան կարող է Իրանը պահել այս իրավիճակը։ Շատ դժվար հարց եք տալիս։ Ինձ հիշեցնում է ինչ որ արեց Եգիպտոսը 70 թվականներում Սուեզի շուրջ, այո, եւ հիշում եք ինչպես դա ավարտվեց, բայց այդտեղ արդեն պատմությունը հակառակ է, այդտեղ արդեն պատերազմը գնաց եւ ի պատասխան փաստացի Իրանը դա արեց։
Իսկ ոչ մեկ չի կարող իրականում դա պատասխանել։ Դա ավելի շատ սպեկուլյացիաներ կլինեն, որտեղ բավականի ներուժ իրենք ունեն դա անել, որովհետև ոչ մի ընկերությունը պատրաստ չի ապահովագրի ինչ որ մի հատ տանկեր, եթե կա վտանգ, որ ինչ որ մի հատ դրոն կհարվածի։ Ոչ մեկ դա չի անում։ Իսկ եթե Իրանը երաշխավորում է, ապա ինքը փաստացի դե ֆակտո կարող է դա կոնտրոլի տակ պահի։ Ապա այս տեսանկյունից բավական երկար կարող են պահել այսպիսի իրավիճակ։ Լինում են դեպքեր, երբ Իրանը հայտարարում է, որ այս կամ այն թիրախը մենք չենք խոցել։ Այո, այսօր օրինակ իրենք հայտարարեցին, որ դա Իսրայելն էր արել, բայց մենք դեռ չունենք ինչ որ փաստեր, որ կարող ենք ասենք դա ճիշտ է թե սխալ է, որովհետև հիմա տարբեր ընկերությունները, որոնք ինչ որ սկրինշոթեր ունեն այս արբանյակներից, արդեն չեն վաճառում։ Դա պիտի ինչ որ մի քանի ամիս անցնի ժամանակ, հետո նոր կարողանան գնեն եւ վերլուծեն։ Այդպիսի միջադեպերից են Թուրքիայի հրթիռակոծումը էլի ասում են Իսրայելի կողմից։ Նախիջևանի դրոնային հարձակումը էլի ասում են Իսրայելի կողմից։ Այսինքն ես ավելի գլոբալ հարց եմ ուզում դրա տակ պատկերացնել։ Իսրայելը ուզում է էլի երկրներ ներքաշել այս պատերազմում։ Այն երկրները, որի այս վերջի кейսը Քուվեյթն էր, որ արդեն թիրախ է։ Այստեղ կարիք չկար ինչ որ ներքաշել Քուվեյթին։ Այդ կարալ են ասում են false flag operation, փաստացի Իսրայելն արել, բայց Իրանի կողմից, այդ Նախիջևանի դեպքում ես դեռ վստահ չեմ, որ դա տենց էր։ Դա զգուշացում էր Իրանի կողմից, որ չփորձեք ինչ որ մի ձև ներգրաված լինեք այս պատերազմի մեջ։ Սերգեյ, եւ վերջինը, Հայաստանը եւ Ադրբեջանը այս պատերազմից տարբեր սպասելիքներ ունեն։ Միգուցե սպասելիք բառը չի համապատասխանում այստեղ։ Հայաստանի համար լավագույն սցենարը դա կայունությունը Իրանում, որpիսի մենք ունենանք ստաբիլ երկ դեպի Պարսից Այն Իրանը, որը եղել է մինչ այժմ։ Այո, որովհետև այս Իրանի հետ շատ համընկնող շահեր ունենք։ Այսպես կոչված Զանգեզուր միջանցքից ավարտված այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանից։ Եվ Իրանի կողմից այս կարմիր գծերը շատ հստակ են։ Միևնույն ժամանակ այլ մեր գործընկերների կողմից sense հստակություն մենք չունենք այս հարցերի շուրջ։ Եթե Իրանը գնանք բացասական սցենարով, պարակտվի, ինչ որ Սիրիայի ճանապարհով գնանք, նշանակում է մենք արդեն մեկուսացված կլինենք, բլոկադայի մեջ կլինենք 75%-ով։ Որտեղ Թուրքիայի սահմանը փակ, Ադրբեջանի հետ սահմանը փակ, Իրանի ներսում քաոս եւ մենք լովին կախված ենք Վրաստանից։ Բարձր որ սա մեր շահերից չի բխում։ Իսկ Ադրբեջանի տեսանկյունից, այո, եթե այնտեղ լինի պարակտում, ինչ որ sense ազգանական Ինչ են սպասում է Ադրբեջանը։ Այո, դա բացասական սցենարի իրենց համար չեն լինի, անշուշտ, ընդհակառակ, նույնիսկ դրական կլիներ։ Բայց Թուրքիայի դեպքում հակառակն է ստվում։ Թուրքիան փորձում էր այս քրդական գլխացավանքից ազատվել այս վերջի տասնյակ տարիներում, հիմա փաստացի նորը կարող ունենա, եթե այս բացասական սցենարը լինի։ Այստեղ մեր սպասելիքներն, ինչպես ասացիք, տարբերվում են Ադրբեջանի հետ ստվում։ Եվ ասում են Թուրքիայի որոշումները Ադրբեջանի նկատմամբ առայժմ գործում են։ Այստեղ պիտի հասկանանք, թե ով ավելի շատ ազդեցություն ունի Ալիևի վրա՝ Նետանյահուն թե Էրդողանը։ Եթե Էրդողանը, ապա այո, եթե Նետանյահուն, ուրեմն Ադրբեջանին ինչ որ մի փուլում, երբ որ արդեն Իրանը սպառնալիք չներկայացնում Ադրբեջանի համար, կտեսնենք, որ խաղի մեջ են։